32 տարի առաջ Վազգեն Սարգսյանի գլխավորությամբ ստեղծվեց կառույցը եւ նաեւ այս համատեքստում կուզեմ նախարարության կառավարության այն որոշմանը, որ այսուհետ հունվարից է արդեն ձմեռային զորակոչը 1.5 դուք ձեզ համընդունելի է այս պայմաններում։ Գիտեք ոնց դա կառավարության որոշումն է, ինչ որտեղ Դուք եք նաև սահմաններին դրան։ Սահմաններում ես էլի սահմաններում կլինեմ, մինչև մեր բանակը հզորանա, կայանա, մենք միշտ եղել ենք, մենք ինքնագլուխ գործնեություն չենք արել տարիների ընթացքում, միշտ եղել ենք բանակի մեր զինվորի կողքին եւ այսօր էլ ենք լինելու։ Ընդհանուր ես չեմ կարող բանտամ, թե որն է ճիշտ, որն է սխալ, ժողովրդի մեծամասնությունը կողմը մարդիկ կամ դեմ են, ինչ որ Մադիր Ինչպես եք կարծում, պարոն Միքայելյան, արդյոք դա պրոֆեսիոնալ բանակի հիմք կարող է հանդիսանալ։ Պրոֆեսիոնալ բանակը պետք է առողջ երեխեք զորակոչվեն բանակ, որպեսզի պրոֆեսիոնալ բանակ ունենանք։ Այսօր ցավոք սրտի մեր երիտասարդությունը հիվանդ է, մեծամասնությունը ազատում են ծառայությունից կամ պրոֆեսիոնալ բանակը կայանա թե տարեկեսվա դեպքում, թե 2 տարվա դեպքում էր հիմնականում զորահավաքներ կլինի, մարդիկ ներքաշվեն ընդհանուր Հայաստան Հանրապետության քաղաքական տարիքային առումով կների տարիքները պետք է մարտական գործող դիրքերում այդքան ծառայություն տանել զորավարություններին մասնակցեն, որը արվում այսօր բանակի կողմից եւ շատ ողջունելի է։ Բայց թվակազմի կրճատումը իրենից վտանգ չի ներկայացնում արդյոք։ Գիտեք ոնց թվակազմի կրճատումը ես չեմ կարծում որ վտանգ կառաջացնի, լավն է ավելի ճիշտն է որ պրոֆեսիոնալ զգացած եմ որ մեր բանակը գնում է որակի վրա Եվ պրոֆեսիոնալ զգացած եմ որ մեր բանակը գնում է որակի վրա եւ ժամանակի ընթացքում եկեք գնահատական չտանք, ուզում եք մաս փնտրեք։ Կառավարությունն իշխանությունը Դուք ասացիք մեր բանակը պետք է լինի մարտունակ, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ասել է մեր բանակը ոչ թե պետք է լինի մարտունակ, այլ պաշտպանողունակ։ Մարտունակը պաշտպանողական չի։ Մենք այսօր, լսեք, այսօր լուրջ քաղաքականություն ավարում, դուք գիտեք այսօր խաղաղության պայմանագրի ստորագրման հետ շատ մարդիկ ինձ են փնովում, Արցախն ուրա Արցախը տվի, ես Արցախ չեմ տվել։ Երկրապան քիչ առաջ որ դուք ասիք ձևավորած պարապետ Վազգեն Սարգսյանը 93 թվին, այսինքն 90 թվականից երկրապան կա, որ առաջ համագումարը եղել 93 թվականին ու երկրապահի գործունեությունը սպարապետորիկ ու մինչև հիմա մարտական դիրքերի պաշտպանությունն մեր պետական սահմանների Արցախ աշխարհի պաշտպանություններ, որը մենք անում ենք։ Բայց այսօր եթե մենք գոռանք, գոչենք, գնանք, վերցնենք, չգիտեմ ինչեր կանենք, որ անում են շատ մարդիկ, ֆեյք էջերը, բան ամեն ինչ ասում են։ Այդ տեսեն որ միտեղ նայել եմ մեկ ասում է երկրապահը պիտի ցրեն Սասուն Միքայելյանի Նիկոլ Փաշինյան ասել է 10 միլիոն փող կտամ, ապուշություն, էնել Նիկոլ Փաշինյանը։ Այդ Սասուն Միքայելյանը ասել է 3 միլիոն տվեք տղերքի բերանը փակեմ, մեր բերանը փակելու չի, մենք զինվոր ենք, միշտ էլ մեր հողի վրա կանգնած ենք պինտամուր։ Ով նահատակվի հավերժի շատակ իրանց, հավերժ փառք իրանց, բայց այսօր մենք հասկանանք, մենք կենթանի մնացածներից, որ մնացել ենք այսօր կենթանի, մենք մեր զոհված նահատակված եղբայրների կենթանի հոգիներն ենք։ Մենք այն գործն ենք շարունակում։ Իսկ Արցախն ուրա թող հարստան մարդիկ։ Մի տեսակ այս կուրսի հետ վրասի արտաքին քաղաքականության մի տեսակ ասում են մենք Ռուսաստանը մենք ոնց կլինենք Արցախը ով էր Արցախում կանգնած որպես խաղապահուշ որ պետություններ գիտես որն էր Ռուսաստանը չտվեց Արցախը Իսկ ով էր Արցախում կանգնած գոռում Արցախը Հայաստանը եւ վերջ Լսեք գիտեք ոնց բաներ կան որ մեր լրագրողները մի բանից իմ արցազրույցներում մի տեղից բռնվում եք մի հատ ես գիտեք որ մի քիչ էմոցիոնալ եմ ներվայնանում եմ
բացահայտելու համար ճշմարտությունը։ Դե մի մարդը վահիտակ ասել Արցախ Հայաստանը եւ այն ժամանակ իրոք այն ուրիշ ձևեր մտածում։ Բայց եկավ 44 օրյա պատերազմ, եկավ այս չգիտեմ ինչ խաղերը Արցախ աշխարհի հետ կապված իդեմս Ռուսաստանի եւ այսօրն ընկանք։ Հանդիսանում պատերազմը ավելի Տեսեք, մոտեցնելու ժամանակի ընթացքում, եթե այսօր իրավիճակը, այդ տեսեք ես իմ վրա բերեմ օրինակ, ես իմ հարցազրույցում ինչքան հիշում եմ Թալինում, որ ասի այս շարժումը ոչ պակասեր, քան թե Արցախյան շարժումը, բերի ինչ եմ որ, ասիք ես որ դի չասի Արցախ չեր ընկնի, այսինքն չէին տալի Արցախը իդեմ Ռուսաստանի ձեռքով, բերին հանին մինչև այսօր ասում են էդի, բայց ես ուրիշ բան եմ ասել, ձևափոխեցին ուրիշ բան ասին, եւ պահիտակ ես այդ ինչ համար եմ ասել, լսեք, Նիկոլ Փաշինյանը որ ասել վարչապետ չէր ժամանակ, թե վարչապետ էր, հա, բայց ես sense օրինակին վրա եմ բերում, որ դուք ավելի բարձ հասկանալի ձեր համար, որ ես այն ժամանակ ինչ եմ, որովհետև ես հասկանում եմ, որ եթե այս վիճակով գնա, Արցախը մենք կորցնելու ենք իրանց պահվածքը, եւ ես ավելացնել Բակո Սահակյանի նախագահի նախքին ասել եմ, որ հավաքել այդ տղերքին 7-9 թե 10 հոգի։ Նստենք ասենք, ես եմ ասել, դուք բան ունեք, մենք պատերազմ ենք անցել արել, մի տարի քաղաքականացրեք, արեք զանգեք ասեք, ասում ես ինչ ես ասել։ Եվ այսօր առավել եւս մենք պետք է խելոք լինենք, շատ խելոք լինենք, համախմբված լինենք։ Մեր շուրջ դուք բոլորդ էլ հասկանում եք, ինչա կատարվում խոշոր տիրույթների վրա, որ կարողանանք պահել։ Թե չէ, ես էլ եմ բաժակ վերցրել եմ, ասում, որ կտաս պարոն նախագահ, ասում եմ, ես ճիշտ եմ ասել, դե չեմ ասում ինչ ասավ, հետո մոտեցավ, ասավ ապրես դու։ Ես եկել եմ գնացել եմ մարտական ընկերների մոտ, ասել եմ, էս եմ ասել, ես հիմա ել եմ ասում, Արցախը, որ չկորցնենք հետագայում։ Որտեղ գիտեք ինչ ալան-թալաներ սկսել։ Այսօր դուք բարձ նայում եք, ինչա կատարվում այսօր մեր Հայաստանի Հանրապետությունում, ինչ գումարներ են շորթել։ Այսինքն պետական բյուջեն, որոշ չափի պետական բյուջե է ձևական, ձևավորված, մնացածը դեռ արդեն բոլորի սպորտ է։ Եվ ժամանակի ընթացքում պետք չի շտապել։ Ժամանակը ցույց կտա։ Ամեն ինչի դատավորը Աստվածն ու ժողովուրդը։